Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ 2023 թվականի հունվարի 1-ից մենք ամբողջությամբ վերափոխեցինք մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստը ներդրեցինք նոր համակարգ։ Մինչև այս նպաստը ստանում էին միայն աշխատող եւ արձակուրդի մեջ գտնվող մայրիկները։ Մենք երկու բան արեցինք։ Առաջինը մենք նախ այս նպաստի բազային դրույքաչափը մեծացրեցինք 28000 դրամից դարձնելով 31700 դրամ, այստեղ թվերի մեջ եթե մի քիչ խառնեմ ներողեք, բայց չեմ խառնում, եւ հաջորդիվ ուրիշ որոշում կայացրեցինք։ Մենք այս ծրագիրը բացեցինք բոլոր մայրիկների համար, անկախ նրանից նրանք աշխատում են թե չէ։ Ավելին գյուղական վայրերում ապրող եւ աշխատող մայրիկների համար այդ նպաստը սահմանեցինք կրկնակիից ավել 69100 դրամ։ Եվ մեկնարկի պահից մենք այս ծրագրով 74.7 միլիարդ դրամ ենք հատկացրել այս ծրագիրը իրականացնելու համար։ Եվ ուզում եմ նաև ընդգծել, որ տեսեք թոշակների ավելացման ծրագրին մենք 2026 թվականին շուրջ 200 միլիոն դոլար ենք լրացուցիչ ծախսելու։ Սա ես ինչի համար եմ ասում, ցույց տալու համար, որ մենք այդ որ ասում ենք բյուջեի թիվը աճեց, բյուջեի թիվը ավելացավ, հիմնական հարցը դա այդ որտեղ է այդ թիվը, բա ով է, ում է գնում այդ թիվը։ Այդ թիվը գնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Մենք նոր ծրագիր ենք ներդրել երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ ֆինանսական աջակցությունը երեխաներին եւ ուզում եմ ասել, որ 2025 թվականին միջին հաշվող 39772 երեխա այս աջակցությունը իր պետության կողմից ստանում է եւ 2025 թվականի արդյունքներով մեկնարկի պահից մենք 56 միլիարդ 510 միլիոն դրամ ենք տվել մեր երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի մինչև 6 տարեկանը։ Ուզում եմ առանձնահատուկ նշել ուսուցիչների ատեստավորման ծրագիրը, բայց կարճ նշեմ, որովհետև ժամանակը չի ներում։ Տեսեք, մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում 700,000 դրամ եւ ավել ստացող ուսուցիչ կա, այդպիսի ուսուցիչների թիվը 13 է, շատ չէ այդպիսի ուսուցիչների թիվը, բայց այս հնարավորությունը բաց է յուրաքանչյուրի առաջ կամ որոշ հանգամանքներ հաշվի առնելով ըստ էության յուրաքանչյուրի առաջ 70 ուսուցիչ ստանում է 600-ից 700,000 դրամ աշխատավարձ, 220 ուսուցիչ ստանում է 500-ից 600,000 դրամ աշխատավարձ, 1362 ուսուցիչ ստանում է 400-ից 500,000 դրամ աշխատավարձ եւ պիտի ընդգծեմ, որ 9600 ուսուցիչ, ամեն երրորդ ուսուցիչը այլևս հանրապետությունում ատեստավորված է եւ ուզում եմ ես շնորհակալություն հայտնել, որովհետեւ այստեղ էլ կար շատ մեծ որոշակի հոռետեսություն, բայց այս ծրագիրը աշխատում է եւ լավ է աշխատում եւ սրա վկայությունն է այն, որ 2024-25 թվականներին դպրոց մուտք է գործել ավելի քան 4000 նոր ուսուցիչ, որոնց կեսից ավելին աշխատում է գյուղական բնակավայրերում։ Այսինքն սովորաբար հակառակն է եղել, արտահոսք է եղել, որովհետև մարդիկ ոչ աշխատավարձ են տեսել, ոչ հեռանկար։ Իսկ հեռանկարը կա, այդ թվում այն պատճառով, որ մենք հիմա մեր նախընտրական ծրագրում գրել ենք, որ հաջորդ փուլում ատեստավորված ուսուցիչների համար նոր ատեստավորում է լինելու, որտեղ դրույքաչափը այլևս լինելու է 300,000 դրամ։ Հիմա դրույքաչափը 200,000 դրամ է, լինելու է 300,000 դրամ գումարած ատեստավորման կոնկրետ արդյունքները։ Մեր մեծագույն ձեռքբերումներից մեկը 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրն է եւ ուզում եմ
հաճույքով արձանագրեմ, որ 2025 թվականի տարեվերջի դրությամբ աշխատանքներն ավարտվել են ավելի քան 102 դպրոցում եւ շուրջ 280 մանկապարտեզում ու նախակրթարանում։ Մինչև 2026 թվականի սեպտեմբեր շինարարական աշխատանքներն ավարտված կլինեն 260 դպրոցում եւ 429 մանկապարտեզում ու նախակրթարաններում, իսկ մինչև դեկտեմբեր 26 թվական, այսինքն 301 դպրոցում եւ 500 մանկապարտեզում ու նախակրթարանում։ Ավելին, մենք արդեն իսկ սկսել ենք հաջորդ 300 դպրոցի շինարարությունը եւ այսօր արդեն հաջորդ 300 դպրոցի ցանկից շուրջ 50 եւ ավելի 54, եթե չեմ սխալվում, դպրոցի շինարարություն է ընթանում։ Եվ սա ռազմավարական ներդրում է Հայաստանի Հանրապետության տարածքային համաչափ զարգացման եւ ընդհանրապես մեր բոլոր ռազմավարական նպատակների իրագործման տեսակետից։ Ամենաշատը ուշադրությունից դուրս մնացած մի հաջորդ ծրագրի մասին եմ ուզում խոսել, այդ գիտության ֆինանսավորման մասին է, որովհետև եթե մեր սիրելի թշակառուները շտապում են ներկայացնել, թե կառավարությունը ինչ ծրագրեր է արել իրենց ոլորտում կենսաթոշակառուների ապահովագրության եւ առողջության եւ սոցիալական ապահովության ոլորտում մեր հարգելի գիտնականները չեն շտապում այդ մասին բարձրաձայնել, կարծես հորետեսությունից ելնելով։ Բայց ես ուզում եմ այն օրը մարզային այցի ընթացքում շատ հետաքրքիր էր մի հարգելի քաղաքացի Հրազդան խոշորացված համայնքում ասում էր, որ գիտության ֆինանսավորումը ինչի՞ չեք ավելացրել, ինչի՞ չեք ավելացնում։ Ես լավ նորություն ունեմ այս թեմայով հետաքրքրված մեր բոլոր սա այդ հարցը, բայց ինչի ինքն էլ ասեց, որ ինքը գիտական միջավայրի հետ կապ ունի, այս հարցը նշանակում է, որ այս թեմաները չի խոսվում այնտեղ, չի խոսվում։ Տենց համաձայնության մթնոլորտ կա, որ եկեք այդ պահը շրջանցենք։ Իսկ 2017 թվականի համեմատ 2.8 անգամ աճել է 2025 թվականի արդյունքներով գիտության ֆինանսավորումը, 17-ին եղել է 14.3 միլիարդ, իսկ 25-ին 42 միլիարդ, աճելով շուրջ 180%-ով, բայց նաև աշխատավարձերը, ուրեմն ես չնայած ժամանակի խնդիր կա, բայց ես այս մասի վրա հատուկ կանգ կառնեմ։ Լաբորանտի գիտական ոլորտի մասին է խոսքը, գործող ճարտարագետի աշխատավարձը 2025 թվականին նախորդի համեմատ, մենք 21-ից 25 թվականի ծրագիր էինք անում, 21 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվել է, ես էլի ժամանակի սղությամբ պատճառով թվերը չասեմ։ Ավագ լաբորանտի, սա խոսում ենք մենք գիտական հաստատություններում եւ բուհերում աշխատող, լաբորատորիաներում աշխատող, կոնկրետ էս էլ անուն ազգանուններով կարող են գնալ։ Խոսքը նրանց մասին է, ովքեր իհարկե էլի ատեստավորում անցել են, որովհետեւ մեզ համար շատ կարեւոր է, որ համոզվել որակավորման մեջ։ Ավագ լաբորանտի կամ ավագ ճարտարագետի աշխատավարձը 21 թվականի համեմատ 25-ին ավելի քան կրկնապատկվել է։ Կրսեր գիտաշխատողի աշխատավարձը 25-ին 21-ի համեմատ ավելի քան կրկնապատկվել է։ Ավագ գիտաշխատողի աշխատավարձը 25-ին 21 թվականի համեմատ ավելի քան եռապատկվել է։ Ավագ գիտաշխատողի աշխատավարձը։ Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 25 թվականին 21 թվականի համեմատ գրեթե քառապատկվել է։ Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 25 թվականին 21 թվականի համեմատ գրեթե քառապատկվել է։ Գիտական խմբի ղեկավարի աշխատավարձը 25 թվականին 21 թվականի համեմատ ավելի քան եռապատկվել է։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը 25 թվականին 21-ի համեմատ ավելի քան եռապատկվել է։ Գիտական սարքավորումների ձեռքբերման նպատակով ուրեմն 2013-ից 2017 թվականը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն հատկացրել է 961 միլիոն դրամ, 961 2013-ից 17 թվականի ընթացքում։ Իսկ 2018-ից 2025
25 թվականի ընթացքում հատկացրել է շուրջ մոտ 15 միլիարդ դրամ, կարճ ասած, մոտ 15 միլիարդ դրամ։ Հիմա նույն ժամը 961 եւ 15 միլիարդ դրամ։ Էլ չեմ ասում, ընդ որում ձեռքաբերվել ֆինանսավորվել է գիտական սարքեր ձեռքբերման շուրջ 124 հայտ, 124 հայտ։ Կոնկրետ նրանց մի մասը արդեն իսկ գտնվում են գիտական հաստատություններում, մյուսները ճանապարհին են։ Ամենակարևորը Երևանի պետական համալսարանում հիմնադրվել է արհեստական բանականության կենտրոնը, որի գերհամակարգչի ձեռքբերման եւ տեղադրման նպատակով պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր 3.7 միլիարդ դրամ։ Գումարներից, որ սկզբունքորեն կառավարության պարտականությունը չէր դա անել։ Եթե կառավարության պարտականություններ, բան նախորդ շրջանում ինչի չեն արել իրենց պարտականությունները, որ 900 քանի միլիոն դրամ են հատկացրել, որը ըստ էության, ասենք ենթադրենք, կոլբա առնելու մեծ հաշվող փողը։ Մենք այդքան մեր դպրոցների համար դրա կրկնակին երևի արդեն կոլբա ենք առել, կոլբա, այն ապակու բաներից, որ երեխեքը մի հատ էլ ասում ենք օգտագործեք երեխեք, ոչինչ, որ չէ, մեր երեխեքը, ասենք այդ բանի այդ ծրագրի մեկնարկի պահից մինչև այսօր երևի 900 միլիոն դրամի կոլբա արդեն ջարդել են կամ կջարդեն եւ մենք դեմ չենք, մենք ասում ենք մի մցրեք այդ կոլբաները սեյֆերի մեջ, թող երեխեքը օգտագործեն, որպեսզի դա որովհետեւ դա ներդրում է մեր ապագայի մեջ